Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են Տեր Տաճատ Ավագ քահանա Դավիթյան եւ Արա Սարգսակ Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է հայ եկեղեցու կառուցվածքը եւ նպատակը։ Օրհնյա Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, նախորդ անգամ, երբ մենք զրուցում ենք հայ եկեղեցու նվիրապետական կառույցի ձևավորման եւ դրա նպատակի մասին, դուք ինքներդ առաջարկեցիք, որ որպես այն թեմայի շարունակություն մենք անդրադառնանք այսօրվա թեմային եւ անդրադառնանք հայ եկեղեցու կառուցվածքին առհասարակ, դերևս մնացած ասպեկտներով, բացի նվիրապետական համակարգից, որի մասին մենք արդեն խոսեցինք նախորդ մեր զրույցի ընթացքում, եւ ուրեմն տեսնենք, թե այլ ասպեկտներով ինչպիսին է հայ եկեղեցու կառուցվածքը եւ դարձյալ նպատակը, քանի որ այդ կառույցը եկեղեցական կառույց իր ամբողջության մեջ պետք է որ ձգտի որոշակի նպատակի, իսկ նպատակը ամեն դեպքում անշուշտ նույնն է, որի մասին խոսեցինք թե նախորդ անգամ եւ թե կորցնում ենք շեշտենք այս անգամ։ Ուրեմն բացի նվիրապետական հիերարխիկ աստիճանակարգությունից եկեղեցական պաշտոնյաների, եկեղեցին ունի նաև հորիզոնական կառուցվածք։ Եթե առաջինը մենք ընդունում ենք ուղղահայաց հիերարխիկ կառուցվածք, վերից վար կամ վարից վեր, ապա հորիզոնական կառուցվածք ասելով հասկանում ենք աշխարհասփյուռ հայ եկեղեցու տարբեր ստորաբաժանումները տարբեր երկրներում, որոնք կոչվում են թեմեր, պատրիարքություններ, հոգևոր հովվություններ, եւ որոնք իսկապես աշխարհով մեկ ծրված են տասնյակ երկրներում աշխարհի եւ որոնք ընդգրկում են աշխարհագրական հետեւյալ պատկերը։ Նախ անշուշտ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ամբողջ տարածքը, որ բաժանված է թեմերի, դա անշուշտ աշխարհագրական կառուցվածքի մաս է կազմում եւ նա կարելի ասել հենց առանցքը, հիմքը, խարիսխը, քանի որ Հայաստանն է հայության կենտրոնը, նաեւ հայ առաքելական եկեղեցու կենտրոնը։ Բացի դրանից հայ եկեղեցին թեմեր ունի արտասահմանում Վրաստանում, ուներ Ադրբեջանում, որը պատմական իրադարձություններից հետո շուրջ 2-3 տասնամյակ առաջ տեղի ունեցած այժմ Թափուր է, Ռուսաստանում, այդ հսկայածավալ երկրում, նրա տարբեր մասերում, Ուկրաինայում, Իրանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ իդեպ դուք ծառայել եք տարիներ շարունակ, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Կանադայում, Իրաքում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, Անգլիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, հոգևոր հովվություններ Շվեդիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Եթովպիայում, Սուդանում։ Տեսնում ենք, որ բոլոր մայրցամաքները բացի Անտարկտիդայից ընդգրկված են այս ցուցակում։ Հայ եկեղեցին իսկապես աշխարհասփյուռ ցանցային կառուցվածք ունեցող մի համակարգ է։ Եվ ուրեմն հասկանանք, թե ինչպես է ձևավորվել այս կառույցը, աշխարհագրական այսպիսի սփռվածությունը, հայ առաքելական եկեղեցու, եւ ինչպես է այն գործում եւ ինչ նպատակի է ծառայում։ Խնդրեմ։ Արդեն իսկ դա կրկնական երևույթ մգա մեր այսպիսի առաջնորդական թեմերի կազմավորման։ Սկիզբը ամեն նախարարությունը իր եպիսկոպոսը ուներ եւ արդեն կգոչվեին Պակրադունյաց եպիսկոպոսը, Սունյաց եպիսկոպոսը, Ռուշտունյաց եպիսկոպոսը։ Մեր թեմական կառուցվածքը նման չէր արևմտյան եկեղեցվոյ։ Արևմտյան եկեղեցի մեջը լինի անիկա հռոմեական կաթոլիկ կամ օրթոդոքս եկեղեցիները, եպիսկոպոսները կարգավորված էին բնակավայրի վրա, քաղաքի վրա։ Ուրեմն գլար Դիդրոսը, ասենք թե Միլանոյի արքեպիսկոպոսը, կամ ասենք Թեսալոնիկեի եպիսկոպոսը, կամ ասենք Օդեսայի եպիսկոպոսը, այսինքն քաղաքի մեհեր կապնված էր արևմտյան եկեղեցիների մեջ։ Միջ սկիզբը հայերի կով այս եպիսկոպոսությունները թեմերը ուղղակի նախարարական դարածքի վրա էր։ Եկեղեցական մատենագիրները, եկեղեցական պատմության ուսումնասիրողները նկատել են այս օրինաչափությունը, որ հայ եկեղեցու կառուցվածքի այդ ձևավորումը ընթացել է պետական կառուցվածքին զուգընթաց, այսինքն պետությունը ինչպիսի մարզերի, որ բաժանված է եղել,
մոտավորապես նման կառուցվածք էլ ունեցել է եկեղեցին, այսինքն պետական յուրաքանչյուր միավորի մարզի վրա մեկ եպիսկոպոս է նշանակված եղել, ինչպիսին պետության աշխարհագրական բաժանումն է եղել, պետական կառուցվածքի վարչատարածքային բաժանումը, այնպես էլ եղել է եկեղեցական թեմերի բաժանումը, եւ այսպիսով փաստորեն ստացվել է նույնություն աշխարհագրական պետական եւ եկեղեցական կառույցների եւ ստեղծվել է հնարավորություն անվրեպ փոխհամագործակցության պետության եւ եկեղեցու միջև։ Թերևս սա էլ պատճառներից մեկն է, որ ազգ եւ եկեղեցի, պետություն եւ եկեղեցի Հայաստանում դարեր շարունակ, եթե ոչ նույնը, ապա փոխլրացնող հաստատություններ են եղել։ Մինչև մեր ժամանակին, արդի ժամանակներին այն սկզբունքը դիրում էր թե արևմտյան աշխարհին եւ թե արևելյան աշխարհին եւ մեր կողը, այն է ով է իշխանը նա է գրոնը, այսինքն իշխանին գրոնքը հավատքը պիտի ըլլար համապատասխան իր բնակչության գրոնին, այսինքն իրենք չեն գրնար նախադեսել, որ մի իշխանության մեջ մեկը գրնար ունենալ տարբեր հավատք կամ թե իշխանը cuius regio eius religio լատերենն խոսն է, այսինքն ով որ իշխանն է նրա գրոնը, բայց այս վերջին մի քանի տարերին ընթացքին երբ որ այլևս ավելի շեշտը տվեցավ մարդկային ազատության, մարդկային իրավունքների խղճի ազատության, սկսավ բաժանվել գրոնը եւ պետությունը, ինչ որ այսօր դեղի գունենա հենց Հայաստանում, թեպետև այստեղ այ առաքելական եկեղեցին գճանցվի որպես ժողովրդական եկեղեցին, այսինքն հայ ժողովրդին եկեղեցին, նրա պատմական եկեղեցին, սակայն խղճի ազատություն կա Հայաստանում, այսինքն մարդ ազատ է պատկանել հայ առաքելական եկեղեցի կամ չպատկանել։ Եթե մեկը չի կամենում, ոչ ոք նրան չի պարտադրում, եւ ոչ իսկ տվյալ մարզի իշխանը։ Ասիկա սահմանադրական իրավունք մնե։ Եվ հետաքրքրական է, սակայն որ ասիկա վերջին մի քանի տարերում ընթացքին հարաճ եկած, ադգից առաջ նույնիսկ ասենք թե երբ որ փողոքական շարժումը եղավ Արևմտյան Եվրոպայի մեջը պայքարներ եղան, այսինքն երկար գրիվներ եղան փողոքական եւ կաթոլիկների միջև, եւ ասեմ որ կաթոլիկները կհալածեին փողոքականները, ուր որ իրենք մեծամասնություն էին, եւ փողոքականները կհալածեին կաթոլիկները, ուր որ իրենք մեծամասնություն էին, այսինքն մեղքը երկու դուների վրա էր, այսինքն մեկը անմեղ չէր եւ մյուսը մեղավոր, երկուքն ալ այդ հանցանքը կործածեցին, եթե հանցանքես նկատում անեգա։ Եվ սակայն իրենք որոշ հասկացողության եկան, որտեղ հասկացան, որ ասան երտանն է, իրար պիտի սատկեցնեն, եւ ուրեմն իրենք կսեն, թե սկիզբը կոնե այն էր, որ եթե իշխանը լուդերական էր, ուրեմն այնտեղ պետական եկեղեցին լուդերական էր եւ մարդիկ բադավոր էին լուդերական եկեղեցին պատկանել եւ փոխադարձաբար եթե իշխանը կաթոլիկ էր իր հետևորդները կաթոլիկ պետք է լային իր ենթականները կաթոլիկ պետք է լային սակայն ասիկա անշուշտ փոխվեցավ եւ հիմա իրողությունը տարբեր է այսինքն մարդ ազատ է հավատալու կամ չհավատալու աստուծո աթեիստներն ալ իրավունք ունին պետության արժե իսկ ուրիշ հետաքրքրական երևույթ մկա մենք ալևս այո եպիսկոպոսական գարկը ունենք նվիրապետության մեջ այսինքն գա սարգսակ քահանա եպիսկոպոս բայց պետք է զանազանենք իր գարկը իր բաշտոնից գարկը եպիսկոպոսությունն է բայց բաշտոնը հիմա մենք կգոչենք առաջնորդ եւ այս առաջնորդ բառը հառաջ եկած է դարձյալ միջնադարում մեջ առաջ մենք կսեինք Երևանի եպիսկոպոս ասենք կամ Գոդայքի եպիսկոպոսը բայց հիմա կգործածենք առաջնորդ բառը եւ ինչպես եղավ այս փոփոխությունը ես կկարծեմ թե սապես եղավ որ միջնադարում մեջ հատկապես 10-րդ դարից 14-րդ դար 15-րդ դար երբ որ Հայաստանի տարածքի վրա հսկա հարցակումներ եղան մոնգոլական Լենգ-Թեմուրի հալածանքը եւ քաղաքները քայքայվեցան եւ ուրեմն եպիսկոպոսները իրենց
գարավարման գեդը հաստատեցին վանկերի մեջ։ Ուրեմն վանկերը եղան առաջնորդարանները եւ ընդհանրապես վանկերը այնպիսի թիրքի մեջ կտրվեին, ուր որ թյուրապաշտպանելիք էին, այսինքն լերների վրա, բادرի միջև, օրինակ դատևը, օրինակ մնե ասոր դատևը, որ երկար ադեն եպիսկոպոսանիստ վայրներ Սյունիքի շրջանի համար։ Տերեր, եպիսկոպոս նշանակում է վերատեսուչ, թարգմանաբար, իսկ միթե վերատեսուչը եւ հոգեվոր առաջնորդը ըստ էության նույն բանը չեն, ինչու եք դուք այսպիսի փոփոխություն նկատում։ Փոփոխությունը հենց այն էր, որ առաջ եպիսկոպոսները քաղաքի մեջ էին եւ իրենց վերադեսչությունը այնտեղ գնային։ Առաջնորդները ոչ միայն վերադեսուչ էին թեմիմը, այլ հadouk վանկին վանահայրն էին, առաջնորդն էին։ Ուրեմն այդ առաջնորդ բառ, օրինակի համար շատ թեմեր, հատկապես Արևմտյան Հայաստանի մեջ Գեսարիո թեմը, Սեպաստիո թեմը, իրենց առաջնորդությունը հաստատված էր վանկի մեջ, բայց հետո ուրիշ փոփոխություն եղավ։ Այն է, որ 19-րդ դարի մեջ մեմը Արևելյան Հայաստանի մեջ Ռուսաստանը քրավեց Արևելահայաստանը եւ իր գարկերը բերավ այստեղ, այսինքն իր եկեղեցական գարկերը հարմարելով հայ եկեղեցու ավանդությանց եւ ուրեմն հաստատեցին թեմեր եւ թեմերը ունեին իրենց առաջնորդները եւ այսպես մնայուն հստակ եւ pedagogan ենթասահմանների հետ համացայն էր իրենց իշխանությունը։ Նույնը բادرեցավ Թուրքիո մեջ, այսինքն Թուրքիո մեջ հայերը սկսան պահանջել սահմանադրությունը, որ ունեցան 19-րդ դարի մեջ եւ գարկավորեցին եկեղեցին եւ ուրեմն ստեղծեցին թեմեր եւ ասեմ, որ այս թեմերը սա տարբերությամբ Արևելյան Հայաստանի մեջ թեմերը մեծ էին, հսկա էին, մինչդեռ Արևմտյան Հայաստանի մեջ, Թուրքահայաստանի մեջ թեմերը ավելի փոքր էին եւ ավելի թեմեր կային եւ երբ որ կաթողիկոսական ընդրություն լիներ, ավելի պատկամավոր գար Արևմտյան Հայաստանի, քան թե Արևելյան Հայաստանից եւ կնամ ասեմ, որ պատկամավորների դերևս 2/3-ը միշտ Թուրքահայաստանից էին, որոնք կայանային եւ ընդհանրապես իրենք գդիրեին կաթողիկոսական ընդրության։ Հետաքրքրական է, այսին եկեղեցին այն ադենը, թե Արևելյան Հայաստանում կամ Արևելյան աշխարհի ռուսական կայսրության մեջ եւ թե թուրքական կայսրության մեջ ուներ մի փարահեղ կարգը, այսինքն եթե նայես ըստ Օրմանյան սրբազանին, որ հայ եկեղեցին ճիշտ չարտից առաջ 1911-ի ադենները ուներ 3 կաթողիկոս, 2 պատրիարք, 73 թեմեր եւ նաեւ ուներ 22 ավելի փոքր կառուցվածքներ, որոնք տակավին թեմ չէին։ Այդ կառուցվածքային ստորաբաժանումների, աշխարհագրական ստորաբաժանումների բազմազանությունը զարմանալի չէ տեր, բայց զարմանալի է մի քանի կաթողիկոսների առկայությունը, բարձրաբանեք խնդրեմ, ինչ հանգամանք է դա։ Անշուշտ դարձյալ միջնադարուն մեջ մենք ունեցանք զանազան կաթողիկոսական աթոռներ եւ այս կաթողիկոսական աթոռները ընդհանրապես հաստատվեցան հայ թագավորին գողքը եւ մի քանի հայ թագավորներ ունեինք, օրինակ Վանի մեջ թագավորությունը, Խարսի մեջ թագավորությունը, Լորի մեջ թագավորությունը եւ ուր որ հայ թագավոր մգար անոր գողքը կաթողիկոս կլար։ Ստացվում է արդյոք այնպես, որ եկեղեցին պետաիշխանական ուժի ինչ որ մի կցորդ է հանդիսացել։ Այո, այսինքն բառիս բացասական իմաստով։ Իրականի մեջ կաթողիկոսը նաեւ պատրիարք է եւ արդեն իր դիտողներից մեկը ծայրակույն պատրիարք է մեր հասկացողությամբ մեր այսօրվան եկեղեցական կառուցվածքով մենք պատրիարքը կնկատենք ենթակա պաշտոնը կաթողիկոսի մեջ, սակայն ընդհանուր եկեղեցվո մեջ ովևէ եկեղեցվո պետը կգոչվի պատրիարք, օրինակ Մոսկվայի պատրիարքը, թեպետ Հռոմի բաբ գսեն, բայց նաև իր դդղոսը պատրիարք է, օրինակ խբդիների պետը Ալեքսանդրիո պատրիարքն է, ասորիների պետը Անդիոկի պատրիարքն է, հույների պետը Կոնստանտինոպոլսո պատրիարքն է, այսինքն պատրիարք բառը իրականի մեջ ընդհանուր եկեղեցվո հասկացողության մեջ
ավելի բարձր ճաշտոն մնե, քան կաթողիկոս։ Սակայն մեր մեջը Բադրիակը եղած է ձևով քերակույն arczepiskopos-ը։ Եվ սակայն մեր եկեղեցին ճանչնալով այն իրողությունը, որը մասին մատնեցի, թե Բադրիակը փուն դիդղոսն է, ամենայն հայոց կաթողիկոսին դիդղոսներից մեկը ծայրակույն Բադրիակն է, այսինքն ինքը իր մեջը կբահե բադրիակական բոլոր իրավունքները։ Ընդհանուր եկեղեցու մեջը Բադրիակը իրավունք ունի Միրոնը օձելու, նախակայելու եպիսկոպոսների ցերդատրության, այսինքն ինչ որ մեր կաթողիկոսը գնե, ուրիշ եկեղեցիների բադրիակները գնե։ Իսկ մեր բադրիակները, Բոլսո կամ Երուսաղեմի բադրիակները, նրանք Միրոն չեն գնար օձել, նրանք եպիսկոպոս չեն գնար օձել։ Իսկ ինչպես էսի այս ուրիշ կաթողիկոսներ ունենք, օրինակի համար 1914-ին 3 հատ կաթողիկոսություն ունենք, թեպետ մեկ հատ կաթողիկոսությունը թափոր էր երկարադեն, այսինքն միայն դեղաբահով գարաչնորտվեր եւ ցկտումը այն էր, որ պիտի չնչեին այդ կաթողիկոսությունը։ 19-րդ դարու սկիզբը մենք 4 կաթողիկոս ունեինք։ Հայ եկեղեցին 4 կաթողիկոս ուներ։ Գար ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնի մեջ, գար Մեծիդանն Գիլգո կաթողիկոսը Սիսի մեջ, գար Ախտամարի կաթողիկոսը Վանի մոտ եւ գար Աղվանից կաթողիկոսը Կանցասարում։ 1815-ի ադենները ռուսերը չնչեցին Աղվանից կաթողիկոսը, ինչպես էսի մինչև 1915 ցկտումը այն էր, որ Ախտամարի կաթողիկոսությունը պետք է չնչվեր եւ արդեն կորձնականապես չնչված էր։ Իսկ Սիսի կաթողիկոսը, Մեծիդանն Գիլգո կաթողիկոսը մտայնությունը այն էր 20-րդ դարու սկիզբը, որ այլևս պետք չկա Գիլգո կաթողիկոսության։ Նույնիսկ վարչականորեն շատ հետաքրքրական է, թե պետ օձումով գարկով կաթողիկոսը ավելի բարձր էր, քան թե Բադրիակին, սակայն վարչականորեն Գիլգո կաթողիկոսը ենթակա էր Կոնստանտինոպոլսո Բադրիակին, այսինքն իր ընտրությունը պետք է հաստատվեր Կոնստանտինոպոլսո Բադրիակին, որ ենթակա էր Էջմիածին։ Հետաքրքրական է, որ 20-րդ դարու սկիզբը 3 ընտրություն ունեցան Մեծիդանն Գիլգո կաթողիկոսության համար, եւ երկուքը մերժեցին։ Այսինքն մեկ անցը ընդրվեցավ մերժեց, սա բեչիկա Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանը իրեն ընդրեցին, բայց ինքը կիրկրեց հաստատելու թե այլևս Գիլգո կաթողիկոսության պետք չկա։ Սակայն վերջո ընդրեցին Սահակ Խաբայանը, որպես կաթողիկոս Մեծիդանն Գիլգո։ Ինչ եղավ։ 1915-ին չարտը եղավ եւ հետո 1918-ին անշուշտ անգայուն վիճակ մգար, 1920-ին սովետները դիրացան Հայաստանի վրա եւ այն ժամանակ մտայնությունը գար, որ ամենայն հայոց կաթողիկոսը փոխադրեն Սուրբ Թադեի վանքը Բացկաստանի մեջ, Արդազի մեջ, որ Սուրբ Թադեոս Արաքյալի քերեզմանը այնտեղն էր, բայց անիկա լրիվ անկորձնական եղավ եւ նկատելով, որ հալածանքներ գլային Հայաստանի մեջ, մենք նույնիսկ վախ ունեինք, թե կոմունիստները բոլորովին չնչեն եկեղեցին, ոչ միայն եկեղեցին չնչեն, այլ կաթողիկոսությունը չնչեն, արդեն իսկ խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը սպանվեցավ կոմունիստների կողմից 1938-ին։ Ուրեմն այն միտքը եկավ, թե ավելի լավ է, որ Գիլգո կաթողիկոսությունը բահել, որ դեռ չեն գիտեր թե ինչ կրնա ալալ, ինչ պիտի լար հայ եկեղեցին, եթե առանց կաթողիկոս լինի իր քոլոխը։ Եվ ուրեմն Գիլգո կաթողիկոսությունը այդպես իր քոյությունը բայեց մինչև հիմա։ Անշուշտ եթե եկեղեցիմը երկու կաթողիկոս ունենա, միշտ խնդիր պիտի ելնե։ Ընտանիքը միայն մեկ հայր կրնա ունենալ, չէ՞։ Ով է մեծը, այսինքն Գիլգո կաթողիկոսը, կաթողիկոս է, բանին փունի իմաստով, բոլոր իրավունքները ունի, ինչ որ կաթողիկոս ունի, երբ որ Քարեքին առաջին Սարգսյանը ընդրեցավ ամենայն հայոց կաթողիկոսը, ինքը արդեն իսկ Մեծիդանն Գիլգո կաթողիկոսն էր։ Նորեն զինք չօձեցին
Անցյալ անգամ խոսեցանք Գաթողիկոսի օծման մասին, թե հատուկ արարողություն մգա Գաթողիկոս օծելու։ Ինքը միայն ունեցավ քահագալություն, նորեն չօծվեցավ, որտեղ արդեն Գաթողիկոս էր։ Տեր, եթե մենք խոսում ենք այն մասին, որ որտեղ իշխանավոր է եղել, ինչպես դուք ասացիք, որտեղ թագավոր է եղել, դրանքից հայտնվել են նաև տեղական կաթողիկոս եւ այսպես ստացվել է մի քանի կաթողիկոսների խումբ եւ դա անշուշտ դրական երևույթ չէ, լավն այն է, որ երկիրը ունենա մեկ թագավոր, մեկ իշխան եւ մեկ կաթողիկոս կամ մեկ ծայրագույն պատրիարք։ Եթե դրանք մի քանիսն են լինում, անշուշտ դա երկրի օգտին չի ծառայում եւ երկրի շահերից չի բխում առհասարակ, ոչ հոգեվոր եւ ոչ էլ մարմնավոր շահերից։ Պաստորեն ստացվում է ինչ, որ եթե այդպես է, ապա եկեղեցին ընդամենը մի կցորդ է եղել պետության ձեռքում մի գործիք կամ խամաճիկ, այդպես գրպանի կաթողիկոսություններ են եղել, ստացվում է, այ եկեղեցին գրպանի եկեղեցի է պետական իշխանավորների համար եղել։ Նրանց կամակատար եկեղեցին այդպես է, թե ինքնուրույն հոգևոր սկզբունքներով առաջնորդվող աստվածահիմն մի կառույց։ Եվ ասեմ քեզի, որ իրականի մեջ 50-ական թվականներին, երբ որ ջեղքը եղավ Անտիլիասի եւ Էջմիածի միջև, հենց այդպես եղավ։ Այսինքն իրականային մեջը բայկար եղավ երկու թեմերի միջև։ Օրինակ Ամերիկայում մենք ունենք երկու թեմեր, այսինքն արևմտյան եւ արևելյան թեմը, բայց այդ թեմերը բաժանված են էջմիածնական թեմը եւ անտիլիասական թեմը, քանի որ Սիսի կաթողիկոսը հիմա Անտիլիասի մեջ է, որ հակաեկեղեցական երևույթ մնե, նույն թեմի մեջ հստակ կանոն ունենք, նույն թեմի մեջ երկու եպիսկոպոս չի կրնարալալ։ Այսինքն բարակ դվեցավ եկեղեցին Ամերիկայի եւ Կանադայի մեջով, մի բախմը հարավային Ֆրանսիայի մեջ բարակդում եղավ, սակայն այնտեղ չկալեց վերջի վերջո։ Հունաստանի մեջը բարակդում եղավ եւ այնտեղ ալ երկու առաջնորդություններ ունենք։ Իրանի մեջ 3 հատ առաջնորդություններ ունենք՝ Ադրբեջան, Թեհրան եւ Նորջուղա, Իսֆահան։ Անիկա լրիվ առնվեցավ Էջմիածի ցերկից եւ անտիլիասականները իշխանը դարձան այդ թեմերին։ Ուրեմն, երբ որ այսպես երկու կաթողիկոս ունենանք, վտանգը հենց այն է, որ ինչքան երկար դեպի այս հերցվածը, այս բաժանումը, այնչափ ավելի գսկսի զանազան ություն մեջը կալ, տարբերություններ կալ երկու կողմերի միջև։ Հենց այսօր պետք է ասեմ, որ ցիսական օրեն փոքր մանր տարբերություններ կան, անենք բսակի արարողությունների մեջ կան շարականները, որ անտիլիասականները գերքեն, զոր մերիները չեն երկել։ Եվ այս երևույթը գրնա ավելի հարաճերտալ։ Հիմա ներկայումս որ ազատ անկախ Հայաստան ունենք։ Ես կարծեմ, թե այս բաժանումը որ կա երկու կաթողիկոսների միջև անիմաստ է։ Եվ հիմա եթե հարաբերությունները փոխտադապար ավելի լավ են, սակայն չես գիտե թե ինչ պիտի ըլա ապակային 19-րդ դարու վերջավորության, ըսի որ շարժում մգար Գիլիգո կաթողիկոսությունը չնչել բաժերը հենց այն էր, որ այն ադեն 19-րդ դարու վերջավորության մի Գիլիգո կաթողիկոս մգա Մգրդիչ Կևսիզյան, որ ինքը ուզեց ազատվել եւ ինքնուրույն ինքնիշխան դառնա։ Արդեն իսկ կաթոլիկները 18-րդ դարու մեջը այդ բաժարը օգտագործեցին, երբ որ իրենք արձիվյան եպիսկոպոսը ընտրեցին իրենց կողմից Մեծիտան Գիլիգո կաթողիկոսը։ Եվ եթե կարելի է ընթերցեմ նախապատմությունը, թե այդ բաժանումը ինչպես է եղել եւ հետագա ընթացքն էլ այս հիման վրա ավելի հասկանալի կլինի, քանի որ Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում հայրապետական աթոռը եղել է 1293-ից 1441 թվականներին, այնուհետև ուրեմն տեղափոխվել է Սուրբ Էջմիածին 1441 թվականին, դա պատմական մի իրադարձություն էր, սակայն այդ ժամանակվա կաթողիկոս Գրիգոր Մուսաբեկյանցը, Գրիգոր 9-րդ Մուսաբեկյանցը չկամեցավ տեղափոխվել Էջմիածին եւ շարունակեց իր իշխանությունը Սսում։
Եվ սա պատճառ դարձավ Կիլիկիո մասնակի կաթողիկոսության գոյության, որի հոգևոր իշխանություն տարածվեց պատմական Կիլիկիայի հայաբնակ վայրերի վրա։ Եվ այժմ Կիլիկիո կաթողիկոսության աթորանիստը Անտիլիաս գյուղաքաղաքն է Լիբանանում, եւ ինչպես ասացիք, հետագա պատմական զարգացումները այնտեղ թեմերի համար իրար մեջ վեճերի խնդիր է առաջացել նաև Էջմիածնի աթոռի եւ Անտիլիասի աթոռի միջև, որը անհարիր բան է եկեղեցական կյանքի եւ չի բխում հայության եւ հայ առաքելական եկեղեցու շահերից։ Այսինքն դխուր երևույթ մնա, որ Ամերիկայի մեջ երկու arczepiskopos կա այնտեղ, որ իրենք կներկայացնեն որպես առաջնորդ հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի Հայաստանյաց առաքելական եկեղեցու։ Երկու Որտե առաջնորդը, երկու առաջնորդ չի գտնարալ, այսինքն անհետետ վիճակ մնա, որ վերջի վերջո այս հարցը պետք է կարգավորվի մեր մեջ։ Իդեպ հիշենք երկու կարևոր պատրիարքությունների եւս հայ եկեղեցու, Երուսաղեմի պատրիարքությունը, որ դեռևս լուսավոր չի սկսված այնտեղ հայությունը իր ներկայությունն է բերել, եւ 7-րդ դարի սկզբում արաբները երբ գրավել են Երուսաղեմը, հայերը դիմել են արաբ իշխանին եւ առանձին պատրիարք ունենալու հրովարտակ են ստացել եւ Աբրահամ եպիսկոպոսը հայոց առաջին պատրիարքն է եղել Երուսաղեմի 7-րդ դարից։ Եվ ուրեմն այդպես առ այսօր գոյություն ունի Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որը հայ եկեղեցու կարևոր մի բաղկացուցիչ մասն է, նաեւ Պոլսո պատրիարքությունը, որը ձևավորվել է 15-րդ դարից 1453 թվականին Սուլթան Մուհամեդ II կողմից Կոստանդնուպոլսի գրավումից 8 տարի անց, այսինքն ոչ շատ ժամանակ անց 1461 թվականին Հովակիմ եպիսկոպոսը նույն սուլթանի հրովարտակով նշանակվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք եւ այս ժամանակվանից առ այսօր այս պատրիարքությունը կա եւ կարևոր մի գործ է կատարում արևմտահայերի կրոնական ու ազգային ինքնության պահպանման համար։ Ուրեմն սա էլ Պոլսո պատրիարքությունը։ Անշուշտ պետք է գիտնաս թե այդ պատրիարքությունները իրականի մեջ եկեղեցական պաշտոն չէին, այլ քաղաքական պաշտոն էին։ Այսինքն Երուսաղեմի մեջ պատրիարքը այդ մամլուկների շրջանին Եգիպտոսի մուսուլմանների ենթակա հայերին ասկապետն էր։ Եվ Պոլսո պատրիարքը այդպեսն էր, ասկապետն էր։ Հիմա մուսուլմանական շարիա օրենքով հայերը չեն գնար կառավարվել անով, քրիստոնյաները չեն գնար կառավարվել, որտեղ ամուսնական, ժառանգական, այսպիսի ընտանեկան օրենքները տարբեր են։ Ուրեմն թուրքերը կամ մուսուլմանները ջանցան միլետներ, ասկեր, եւ իրենք ջանցան այս ասկերը գրոնքի հիման վրա։ Ուրեմն Թուրքիո մեջ երկու հիմնական եկեղեցիներ կային, քաղկետոնյան, որ էր օրթոդոքս եկեղեցին եւ ընդհանրապես հույն, եւ նաեւ ոչ քաղկետոնյան, որ ընդհանրապես հայեր են, այսինքն թուրքերը հայերը գիտեին։ Ուրեմն իրենք նշանակեցին կամ ջանցան մի պատրիարքը, ասկապետը օրթոդոքսների համար, որ ինքը պատասխանատու էր նրանց համար, եւ ինքը գրսկեց նրանց օրենքներին, եւ քանի որ թուրքերը ասկության եւ գրոնին միջև զանազանություն չեն գնարդնել, իրենց համար մուսուլմանությունը թե իրենց ասկն էր, թե իրենց գրոնն էր, նույնպես իրենք զանազանությունը չեն տներ իրենց քրիստոնյա ենթականերին, ուրեմն իրենց հավատքը եւ իրենց ասկը իրենց համար նույն բանն էր, ուրեմն եկեղեցին եղավ միջոցը ասկապահպանման համար եւ պատրիարքը եղավ օրինական բեդը հայ միլետին, այսինքն հայ ասկին Օսմանյան կայսրության մեջ, ինչպես որ Երուսաղեմի պատրիարքը եղավ ասկապետ անոնց, որոնք Եգիպտոսի մուսուլմաններին ենթակա էին։ Տերեր, կարծում եմ, որ բավական արդեն ընդգրկուն ձևով նկարագրվեց հայ եկեղեցու աշխարհագրական կառուցվածքը իր թեմական բաժանումներով եւ առհասարակ իր ստորաբաժանումներով եւ այն ընդարձակ ցուցակը, որ ես հարցի
սկզբում ընթերցեցի, դա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թեմերին էր վերաբերում, ոչ Կիլիկիո կաթողիկոսության, այլ Մայրաթորի այս ճշգրտումը եւս անենք։ Եվ բացի սրանից մենք տեղյակ ենք, որ եկեղեցին կատարում է հասարակության մեջ որոշակի գործառույթներ, թե ինքը իր ներսում, թե առհասարակ հասարակության մեջ որոշակի գործառույթներ եւ խնդրի ներկայացնել, թե որոնք են այդ գործառույթները եւ դրանց համապատասխան ինչպիսի կառուցվածքային ֆունկցիոնալ ստորաբաժանումներ ունի եկեղեցին։ Այսինքն եկեղեցվո վարչական ենթաբաժանումները։ Եթե կարելի է այդպես ասել, թե վարչականից բացի այլ ասպեկտներ եւս ներառում է այս հարցը, դրա համար ես այն ձևակերպում եմ որպես գործառույթային կառուցվածք, ֆունկցիոնալ կառուցվածք։ Հա, այսինքն նախ եւ առաջ պետք է ասենք, թե երեք կառուցվածքներ կան, որոնք գոյություն ունին ամենահայոց կաթողիկոսության գողքը։ Նախ այն է ազգային եկեղեցական ժողովը, ասիկա քերակույն մարմինն է հայ եկեղեցվո մեջ, ասիկա այն մարմինն է, որ գնդրե կաթողիկոսը, ասիկա այն մարմինն է, որ նաեւ գտնա փոխել պայմանները կաթողիկոսության 1441-ին Կիլիկիո կաթողիկոսությունը փոխադրվեցավ Էջմիածին այն տարվա 1441-ին կումարված ազգային եկեղեցական ժողովի կողմից եւ ազգային եկեղեցական ժողովը բոլոր եպիսկոպոսները կմասնակցին եւ նաեւ թեմերից եկած պատգամավորներ աշխարհական թե հոգեվորական օրինակի համար ներկա կաթողիկոսը ընդրվեցավ 1999-ին ազգային եկեղեցական ժողովի կողմից, որ պետք է ասեմ 3/4 աշխարհական էին։ Մեծամասամբ աշխարհական էին ներկաները ամենտեղից, այսինքն ես պատգամավոր էի այն ադեն եւ ինձ համար շատ հետաքրքրական ես զգացի հայ եկեղեցվո մեկ կողմից միասնականությունը, մյուս կողմից թե ամեն կողմից եկած հայեր։ Նույնիսկ մեր թեմից մի մարդ մգար, որ դեպետ ուղագի պատգամավոր չէր, բայց եկավ, որտեվ եթե ովևէ պատգամավորը ասենք թե մի պատճառով չգրծավ մասնակցել, ինքը անձնափոխնորդն էր եւ ինքը հայ չէր, ասկով հայ չէր, բայց հայ եկեղեցու հավատավոր անդամ էր։ Ուրեմն ասիկա բարձրակույն մարմինն է հայ եկեղեցու մեջ։ Հետո նաեւ գա քերակույն հոգեվոր խորհուրդը։ Բալեժենիայի օրը, Բալեժենյան այն օրենքն էր, որ կգարավարիր եկեղեցին ռուսական իշխանության ադեն մինչև 1918-19 թվականներին։ Եվ այդ տարածքներում, որոնք ռուսների ազդեցության տակ են։ Այո, ճիշտ է, օրենքը տարբեր էր երկու բաժանումների մեջ, այսինքն Ռուսահայաստանի մեջ մի տարբեր եկեղեցական օրենք, ոչ թե կանոն, սահմանադրական օրենք կառավարեր եւ թրկահայերիկով տարբեր սահմանադրական օրենք կար, թեպետ կանոնները նույնն էին, այսինքն եկեղեցու փարոյական, ծիսական կանոնները, ծեսերը նույնն էին, եւ ուրեմն ռուսական եկեղեցու բաժանմունքի մեջը ռուսերը ստիպեցին, որ կաթողիկոսը ունենա սինոդը, խորհուրդը, որ կազմված էր եպիսկոպոսներով, որոնք կաթողիկոսին խորհուրդ կուտային, ոչ միայն խորհուրդ կուտային, այլ նաև պետք է հաստատեին կաթողիկոսին գործունեություն, այսինքն կաթողիկոսը ինքնակլուխ չէր գնար որևէ մի բան անել, պիտի առաջարկեր եւ ներկայացներ սինոդին, սինոդ բառը կգործածին, որ սինոդը թարգմանությամբ կրնանք ասել հավաք կամ ժողով, իսկ Երբ որ սինոդը վերջացավ 1920 թվականին, որ 5-րդ կաթողիկոսի կողմից հաստատվեցավ քերակույն հոգևոր խորհուրդը, որ դարձյալ կազմված է եպիսկոպոսներով եւ նաեւ աշխարհականներով, որոնք կաթողիկոսին հետ գխորհրդակցին եկեղեցու համար, խորհուրդ կտան կաթողիկոսին եւ ասալ պետք է քերակույն հոգևոր խորհուրդը ընդրվեր ազգային եկեղեցական ժողովի։ Դժբախտաբար վերջին մի քանի ազգային եկեղեցական ժողովները չեն գադարած այդ ընդրությունը որոշ պատճառներով, թեպետ 1945-ին կանոնավոր ընդրություն եղավ եւ երբ որ ընդրեցին Գևորգ 6-րդ կաթողիկոսը որպես ամենայն հայոց կաթողիկոսը, հիմա ավելի քերակույն հոգևոր խորհուրդը կնշանակվի
կաթողիկոսի կողմից եւ իրենց կհաստատեն, այսինքն իրենց հավանությունը գտան կաթողիկոսի նշանակությունը, բայց սկզբունքով քերակույն հոգևոր խորհուրդը պետք է ընդրվի ազգային եկեղեցական ժողովի կողմից։ Ուրեմն մեմ այս իրականությունը կա եւ նաեւ ասունց կողքը եպիսկոպոսների ժողովը։ Թեպետ այսօր այդպես հստակ կանոնադրություն չկա եպիսկոպոսների ժողովին համար, սակայն անցյալում հաճախ պատահում էր, որ եպիսկոպոսները կովկովի գուքային հատկապես ձիսական, արարողական, վարտապետական հարցերի շուրջ կաթողիկոսին հետ խորհրդակցելու։ Այսինքն մեր եկեղեցին այսպես խորհրդակցական եկեղեցի եղած է։ Պետք է ասեմ, որ մեր եկեղեցին կառուցվածքը քոնի թուղթի վրա շատ լուսավորյալ է, շատ ժամանակակից է, այսինքն աշխարհական մասնակցի եկեղեցու կառավարման մեջը կաթողիկոսը կընտրվի թե եպիսկոպոսների եւ թե աշխարհական պատգամավորների կողմից եւ ամեն դեղ ունենք թե թեմական կառավարություն այդպես է թե ծխական համայնքային կառավարությունը այդպես պետք է լինի, բայց կաթողիկոսին կորձը անջիշտ նախ եւ առաջ ինքը քերակույն եպիսկոպոսն է, արդեն իր դիտողոցներից մեկը եպիսկոպոսապետն է, որ ինքը վերադեսուչն է ամբողջ եկեղեցին եւ ինքը պետք է հսկե, որ հայ եկեղեցու կանոնները, սրբազան ավանդությունը, հավատքը միշտ կործատրվի ամբողջ եկեղեցու մեջ։ Բացի այս կառույցներից Տեր հայր ֆունկցիոնալ ինչպիսի ստորաբաժանումներ, այլ ստորաբաժանումներ կան, որոնցից բաղկացած է հայ եկեղեցական կառույցը։ Հիմա պետք է ասեմ, թե Էջմիածինի մեջ բավական այսպես հանձնակումներ, ենթաժողովներ, պաշտոններ կան, որոնց բոլորին կորձը աջակցիլ կաթողիկոսին իր հիմնական կորձի մեջ է։ Իր հիմնական կորձը անշուշտ ձիսական է, քարոզչական, դաստիարակչական եւ նաեւ հովվական կառավարչական։ Ասիկա մեկ չի գտնար առանցին անել։ Ալ պետք ունի իր կողքը մարդիկ, որ իրեն աջակցին։ Եվ մի քանի հատին գուզեմ ակնարկել կարևորներին։ Օրինակի համար ամենեն կարևորը թերևս լուսարարապետությունն է։ Ասիկա ամենեն հին պաշտոնն է։ Լուսարարապետը իրականին մեջ է Մայր Տաճար Սուրբ Էջմիածնի ավակերեցն է։ Այսինքն ինքն է, որ հսկե, որ Մայր Տաճարի մեջ արարողությունները ճշգրիտ, կանոնավոր, անխափան կատարվին։ Ոչ միայն Մայր Տաճարին, այլ այն եկեղեցիները, որոնք ուղղակի կաթողիկոսի հեղինակության ներքևն են, ուղղակի իր իշխանության ներքևն են, որը Սուրբ Կայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ եւ մի քանի ուրիշ եկեղեցիներ այսպես։ Ուրեմն լուսարարապետությունը շատ կարևոր պաշտոն է, որովհետեւ կաթողիկոսը ինքը չի գնալ նստել եւ ասել թե այս գրակի ասպիտի պատարակ է կամ այսինչ տոնին այս ծեսերը պետք է կատարեն։ Ուրեմն լուսարարապետը պատասխանատու է բոլոր արարողությունները, որ գլան մայրաթորին մեջ եւ հայրապետական եկեղեցիներին։ Հայրապետական եկեղեցի, այսինքն այն եկեղեցիները, որոնք անմիջական